Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հայլակ ջան, այդ ընտանիքին պատկանող մեքենային, որ կինս է վարում, որ տեղափոխում է 3 անչափահաս երեխաներ, դպրոց, մանկապարտեզ եւ հաստատություններ, անցել է արդեն 15 օր, ըստ ներքին գործերի նախարարության եւ լրատվական միջոցների ձերբակալվել էին հայր եւ տղա, թայրով համայնքի բնակիչներ, հետո տեղեկություն է տարածվել, որ ծնողին թողել են, իսկ տղային տարել են կալանքի, այսպես ասած, 22 տարեկան երեխա, ես իմ կյանքում երբևիցե շփում չեմ ունեցել, չեմ ճանաչում ով է եւ ինչ որ մոտոցիկլետով հայր ու տղա, ինչպես լրատվականներում գնում էր, ինչ-որ տեղեկություններ կա, ըստ օդում կախված լուրերի, երկուսով են եղել եւ այդ մոտոցիկլետը գտել են իրենց բակում։ Հիմա ոչ ես ճանաչում եմ այդ մարդկանց, ոչ գիտեմ ովքեր են, ոչ էլ առնչություն եմ ունենում։ Դրդապատճառը միանշանակ սա քաղաքական է, քաղաքական հայացքների դեմ է, ոչ մի ուրիշ էս իրենց ասած կոռուպցիոներներ, լափածներ, պաշտոնյաներ, դղյակներ ունեցողներ, այս ամենից իրենց ֆեյք բաները մեջ չկպավ, հիմա անցան ահաբեկչության, սա միայն մեքենա այրել չի, սա իմ տան դեմ ահաբեկչություն է, որը որ տանից 1 մետր հեռավորության վրա էր ու մեր հրշեջները ասում են, եթե չհասցնեք այդ 5 րոպեվա ընթացքում մարել այդ կրակը հարևանների օգնությամբ, այդ մեքենան էլեկտրական մեքենան ու դառնալի կորուստներ ունենալու մեր եւ հարևանների տները այրվելու են ու շատ վատ էր։ Իրենք ընդունում են, որ իրենք են այդ արարքը։ Ես արդեն նման բանը չգիտեմ, դա արդեն ոստիկանության տիրույթում է։ Ուղղակի տարածած, ես դեռ ինձ ոչ մի բան չեն ասել, ոչ, ես սպասում եմ դեռ 15 օր է անց մի քանի թուրմ բռնված թափթփուկներ կան, խանը կլի արդեն ուրիշ տիրույթում։ Հակակոռուպցիոն կոմիտեն ուտել եք Հակոբեդյան, 2 ձերբակալված Առավոտյան ժամը 9-եր մենք եկել ենք ավականու նիստի ժամանակ, հակակոռուպցիոն կոմիտեն մտավ այս առաջի մասնաշենք, Արգիշտի 1, հետո մի 5 րոպե ժամանակ կար, դուք ընդդեք, մի 5 րոպե զանգ եկավ իրենց, երևի շփոթել էին, գնացին ընդ, դե կապ չունի, պոզով պոչով կենթանին ստեղ Արգիշտի 1-ից ընդեղ, չէ, չգիտեմ ովքեր են, բայց հասարակական կարգի տարբեր վարչություններից մի քանի օր առաջ Շենգավիթ վարչական շրջանից էր, չէ, ասենց մի աստղաբույլ էր։ Հիմա սուտ խոսալով ոչ մի բան չեն կարա։ Երևանցիները լավ հասկանում են, որ այս մարդիկ պոզով պոչով այդ կոռուպցիոն կենթանին մտել է ստեղ ու դուրս չի գալի։ ՔՊ-ն ու հանրապետությունը իրենց ճիքերն է վերջի մենամարտ են տալի, այս թալանը պահելու համար։ Հենց այդ մեքենա այրելու, հենց այդ նորքի ծեծ ու ջարդը բոլորը դիտեք այս պրիզմայի մեջ։ Իսկ մտավախություն չկա, որ ձեր օրինակ է։